Բարի օր սիրելի երոստաթիտող, այսօր պատրաստում ենք ժելե պտուղներով կամ հատապտուղներով ժելե, որը ամառվա այս դաքորերին այնքան համով է լինում, սառնարանը բացում եք ու հանում եք մի գդոր դնում եք եւ հայկական համով մրգերն եք վայելում եւ ժելեն եք վայելում, որը ինքը սենց թարմացնող համ ունի։ Ես շատ եմ սիրում իրականում։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 1 բաժակ հապալաս, 1 բաժակ գերաս, 1 բաժակ ելակ, 1 բաժակ ազնվամորի, 1 բաժակ մոշ, 50 գրամ ելակի ժելե, 50 գրամ գերասի ժելե, 90 գրամ մարանիկի թոնտող։ Ամենեն առաջ, քանի որ ես ընդհանրապես ես փոշիները, որ օգտագործում եմ, այստեղ ունեմ 50 գրամ եւ ունեմ ամեն մեկ մարանիկի 30 գրամ է, այսինքն ընդհանուր ընդեղ ունեմ 100, այստեղ էլ ունեմ 90։ Մոտավոր ասենք 200-ի մոտ փոշի ունեմ։ Դրա համար ես ուզում եմ 500 մլի ջուր տնել ու ես ընդհանրապես ինչպես եմ սիրում 250-ը, այսինքն գեսը երացնում եմ ու ժելեն մեջն եմ դնում, հալացնում եմ ու հետո մի հատ էլ 250 սառն եմ դնում։ Այսինքն միշտ տենց արեք, ինչ ճապապաշին որ անում եք, կեսը դակ դրեք, հետո կեսը սառը դրեք ջուրը։ Մի խոսքով ջուրը տնենք երա, մինչև մենք բդուղները պատրաստենք։ Իսկ ջուրը դե իհարկե սիլի ջուրն եմ դնում։ Մի բաժակ դնում եմ։ Ավելացնում եմ կաթային։ Եվ հետո երբ կգա, մենք կավելացնենք մեր թոնտողները, կհալացնենք ու հետո մի հատ էլ կավելացնենք սիլից նորեն ջուր, բայց սառը։ Դե իհարկե թոնտողների մասին չասեցի, բայց իրականում թոնտողը նամանավանդ մարանիկի կարող եք միշտ օգտագործել, որովհետև ինքը անկույն է։ Մենք մաշմելո ենք պատրաստում այս թոնտողներից, եթե ուզում եք մի օր էլ մաշմելո կպատրաստենք, շատ լավն է, որովհետև ինքը տալիս է այդ ամրությունը, այդ ժելե վիճակը ուտեստին եւ ինքը ոչ մի համ չունի։ Դրա համար լիքը ուտելիքների կարող եք օգտագործել։ Դե շնորհակալ ենք Մարանիկին, որ ունի այսպիսի արադ ապրանքներ, որը խոհանոցում մեզ մենակ չի թողնում եւ անջար չի թողնում եւ մենք միշտ գնում ենք դեպի Մարանիկ մեր բոլոր համեմունքների եւ ապրանքների համար։ Որտեղից սկսենք։ Երևի ելակից սկսենք։ Հիմա ելակները ուզում եմ այս գլուխներ հեռացնել եւ հետո կկիսեմ։ Ինչպես որ տեսնում ենք, շուկայում էլ միշտ ժելեներ ծախվում են իրականում, կան թադարկ, կան բդուղներով, այս հատապտուղների շրջանին տեսնում ես, որ լավ հատապտուղներով ժելեներ կան, բայց շատ կարևոր է, որ այդ ժելեն կերածատեն այդպես համով համ կա, ես օրինակ սիրում եմ այդ ելակի եւ կերասի համը անպայման լինի, չնայած իմ երեխեքը բարձներ են սիրում, այսինքն plain, առանց մրգերի, բայց մշտական անում եմ։ Մի անգամ էլ ձեր հետ կպատրաստեմ սերուցքովը, այսինքն քրեմայովը, այն էլ շատ համով, իմ երևի մանկության ամենահամով ժելե դորտերից է, որը միշտ սպասում եմ մամաս պատրաստել։ Ինչևէ, այս բոլոր ապրանքները ուզում եի հիշեցնեմ, որ 8 սուպերմարկետից կարող եք վերցնել եւ չի բավեր, որ այդ ձեր ապրանքը բոլորը կգտնեք լավ որակով եւ լավ արժեքներով, մի հատ էլ խաղարկությունների կմասնակցեք, դենց դուրս է գալիս, որ եւ ձեր ապրանքն եք վերցնում, մի խոսքով մասնակցում եք կովաստային վիճակախաղերի եւ շահում եք բնակարաններ, այնպես որ ձեր քնումները միշտ կատարեք 8 սուպերմարկետից։ Ինչպես որ տեսնում ենք, մեր ջուրը արդեն երած, կարող ենք մեր թոնտողները ավելացնել։ Սկզբում կավելացնեմ մարանիկի թոնտողները։ Մի հատ խառնեմ։ Լավ հալեցնենք, որ մնացածը ինչ անուշ հոդեր կան այստեղ։ Լավ խառնում եմ, որպեսզի ոչ մի գետ չմնա թոնտողներից։ Okay։ Հիմա կարող ենք մի քիչ թողել, որովհետև ջուրը հետո եմ ուզում ավելացնեմ, քանի որ միրգերը դեռ պատրաստ չեն։ Վերջում կավելացնեմ ջուրը եւ միրգերը։
Ելակները գիսում եմ, այսպես, բայց կարող ենք ես բզդիկ մասը հանել, որ կերած ժամանակն ես ավելի հարմար լինի, ճիշտ այսպես, միրգերը որ թնում եք իրականում կապ չունի, կարող եք և ցերքի տակ ինչ ունեք դրանք տնեք, մեկ-մեկ ես անանասել եմ տնում, շատ համով է լինում, մեկ-մեկ թնում եմ դանց, խնձոր, հույսով եմ բոլորդ նայում եք Համի Գաղտնիքը, հետևում եք մեր էջերին, Facebook և Instagram և YouTube-յան ալիքի վրա մեզ վստահ բաժանորդագրվել եք, որպեսզի բաց չթողնեք ոչ մի հաղորդում, քանի որ այս ամառվա խենթ օրերին երևի բոլորը չեն, որ ժամը 9-ին եւ ժամը 17:00-ին TV-ի դիմաց են, բայց եթե TV-ի դիմաց եք, շատ ավելի ուրախ ենք իրականում, բայց որ հետո YouTube-ից նայեք։ Չնայած համայն աշխարհից մեզ YouTube-ով են նայում, քանի որ Ամերիկա հայերը կամ Ֆրանսա հայերը կամ մյուս երկրի հայերը բոլորը սպասում են, երբ որ զանգը գալիս է, որ շաղիկի այսինչ ուտելիքն է գալիս, իրենք պատրաստվում են կոմպյուտերի դիմաց կամ iPad-ի կամ iPhone-ի ու նայում են։ Ես հիմա գուդերն եմ հանում, գերասի և կիսում եմ գեսից։ Դենց եմ անելու, որ շատ նուրբ օրեն անեմ, իր անուշիկությունը չպճացնեմ ու միևնույն ժամանակ գուդերը հանեմ։ Իսկ Վահագը նոր պոզիցիոնով է նկարում։ Նայեք, ինչ կարևոր կերասները մոդիկից նկարում է, և ես սիրում եմ այդ տեսակի նկարահանումներ, չնայած իմ ցերքերը հիմա մի քիչ շատ կերաս եղան, բայց դե ոչինչ։ Բնական երևույթ է, դուք էլ դունը տենց կլինեք։ Մեգա մենք լավ պատրաստվում ենք, մաքրվում ենք, խոհանոցը մաքրում ենք, մեր ցերքերը լվանում ենք, իհարկե ABC-ով։ Դուք էլ երևի ABC-ի պես ինչ-որ մի բան կունենաք, կամ էլ ABC, քանի որ այնքան ասած ենք լինում, որ դուք էլ երևի կվերցնեք շուկայից, կօգտվեք եւ կօգտագործեք, քանի որ մենք կող մնացինք, դուք էլ կող կմնաք։ Ուզում եի հիշացնել, որ բոլորը որ հարցնում են բրենցի ցետի մասին, ուզում եմ մի հատ էլ հիշեցնեմ, որ այո, շատ օգտակար է եւ միշտ կարող եք օգտագործել չերջաշի պատրաստած ժամանակ, որովհետեւ ինքը շատ թեթև է, քոլեստերոլն է իջացնում եւ այլն, եւ այդ բոլոր ցետերը կարող եք գտնել սուշեֆից։ Բրենցի ցետը նամանավանդ ամենտեղ չէ որ կգտնենք Հայաստանի մեջ։ Իրանց խանութը որ գնաք, լիքը ուրիշ ապրանքներն էլ կտեսնեք, կսիրահարվեք։ Հիմա ես ուզում եմ մի հատ օճառվեմ, իմ սիրելի օճառով, ABC-ով։ Ամենաներքևում երևի գտնենք կերասները։ Մի հատ կտապակացնենք։ Հետո գտնենք ելակները։ Հետո գտնենք հապալասը։ Ինչ հետաքրքիր բան է ստացվելու։ Հետո մալինան։ Փորձում եմ ծայրերը գնալ, որովհետև հետո որ տորտի վես դարձնենք, անուշիկ լինի։ Եվ հետո մոշը։ Հույսով եմ իրանք իրանց տեղերը կկանգնեն։
Արդեն բոլոր միրգերը լողանում են մեր ժիլեի ջուրի մեջ, պատրաստ են գնան սառնարան։ Դե ինչ սիրելիներս, ուղարկում եմ սառնարան, մորանում եմ իր մասին մի 5-6 ժամ ու հետո հետ կփերենք ու գնայինք ինչ ենք ստացել։ Այսինքն մի խոսքով կոֆեները թրեք։ Դե ինչ սիրելիներս, մեր ժելոն արդեն պատրաստ է, կամ ժելեն, տեսնում եք ինչքան լավ բինդա ստացվել, իսկ որպեսի այսպիսի ափսեներու մեջ երբ որ անում ենք, մի քիչ տաքուկ հիմքի վրա ենք դնում, որ ինքը այս մասը փափկի ու հետո արդեն թարցնենք իրեն։ Այսինքն 2 րոպե թողում եմ ու հետո շուր եմ տալիս։ Մեկ, 2, 3 Տեսակ ինչքան անուշիկ տորտիկ ենք ստացել։ Ով ունի այսպիսի տորտիկ։ Ծակում ես, մի հատ անուխ ես դնում ու արդեն վերջ։ Եվ այսօրվա պաղադրատոմսը մրգերով տոնտողը պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստեք եւ վայելեք։ Բարեխորժակ։ Դե ինչ, եկել է այդ պահը, որ մեր տոնտողը կտրենք, տոնտողի տորտիկը։ Piece of art, արվեստի կտոր։ Շատ համով, բրավո Մարանիկ։ Բրավո հայկական մրգեր։ Սիրելիներս, շատ համով, շատ թարմ ու իրականում միշտ լավ է, որ սառնարանում լինի, թեթև է, արագ է եւ սենց հետաքրքիր համ ունի, մի քիչ տտված, մի քիչ քաղցր։ Տեսակ ինչպես ենք պատրաստում, դուք էլ անպայման կպատրաստեք եւ ինձ կգրեք ինչ կարող եք հավանել այս պաղադրատոմսը։ Իսկ մենք վաղ կհանդիպենք նույն ժամին 9:00 եւ 17:00 Կետրոն TV եթերով։ Ցտեսություն։